Այսօր այս թեմայի շրջանակներում իմ հյուրն է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Շնորհակալություն, պարոն Սաքունց, մեր հաղորդմանը մասնակցելու համար։ Որպես իրավապաշտպան ինչ եք կարծում, այստեղ ոտնահարվել է Ժառանգություն կուսակցության անդամ Հրայր Մանուկյանի իրավունքը, ազգային անվտանգության ծառայությունը իրավունք չուներ նրան հավաքագրել, թող նա էլ չհավաքագրվեր, ինչպես ասում են։ Ուրեմն միանշանակ ազգային անվտանգության ծառայության աշխատակցի կողմից տեղի ունեցել լիազորությունների գերազանցում։ Դա կապ չունի Հրայր Մանուկյանը կլիներ թե ցանկացած այլ քաղաքացի։ Ինչու՞։ Որտեվ հավաքագրման գործընթացը որպես գործողություն պետք է հիմնավորված լինի ինչ նպատակով եւ նաեւ ինչպես։ Նպատակը պետք է բխի ազգային անվտանգության շահերից։ Հրայր Մանուկյանը կամ որևիցե Պողոս Պողոսյանը որպես անձ նրա հավաքագրումը ազգային անվտանգության մարմնի կողմից ինչ նպատակ ունենա, որևիցե նպատակը չի կարող ասել եմ, մեզ հայտնի չի, կամ Հրայր Մանուկյանը չի հանդիսանում օրինակի համար այնպիսի տեղեկատվության կրողը, ինչ գիտեք, որը կարող է ազգային անվտանգության շահերի տեսակետից ուրեմն նշանակություն ունենալ։ Ինչ գիտեն, որովհետև Հրայր Մանուկյանը զբաղվում է քաղաքական գործունեությամբ։ Քիչ առաջ դուք նշեցիք ԱՊՀ-ի շրջանակներում ուրեմն հանդիպել են ազգային անվտանգության մարմինները միջազգային ահաբեկչության եւ այլն այդ նպատակներով, բայց ես կարող եմ հստակ ասել, որ ազգային անվտանգության մարմինները, որոնք հանդիպում են Ռուսաստանի ֆեդերալ ՖՍԲ-ի, հա, կամ ԿԳԲ-ի հետ միասին, ունեն միայն մեկ թիրախ, դա անդամ երկրների, այսպես կոչված իշխանությունների անվտանգության ապահովման հարցերով, որովհետև գործելակերպը ուղղված է քաղաքական ընդդիմադիրներին, այլախոհների նկատմամբ ուրեմն հսկողություն իրականացնելուն, դոսիեներ այսպես հավաքելու, վարկաբեկելու, նրանց գործունեությունը կասեցնելու։ Այսինքն Հրայր Մանուկյանը որպես ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ հետաքրքրություն կարող է ներկայացնել ազգային անվտանգության ծառայությանը, զուտ որպես տեղեկատվություն կամ օպերատիվ տեղեկատվություն ստանալու համար ընդդիմադիր կուսակցության գործունեության վերաբերյալ։ Իսկ դա նշանակում է որևէ տեղեկատվության։ Դե գիտեք ոնց է, կուսակցությունների գործունեությունը դրանք ընդհանրապես կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կուսակցությունների մասին օրենքով, որոնք պետք է գործեն թափանցիկ եւ այլն եւ այլն, բայց կան որոշակի խորհրդապահական եւ գաղտնապահական նշանակություն ունեցող գործեր կամ որոշումներ, որոնք վերաբերեն կուսակցության տակտիկային եւ ստրատեգիային։ Ստրատեգիան հայտնի է, հրապարակում են թե ինչ նպատակներով, բայց պայմանավորվում են թե եւ ինչ ակցիաներ իրականացնեն կամ ինչ փաստաթուղթ մշակեն եւ այլն, դա ես ասեմ, ժողովրդավարական երկրում դա կհամարվեր խոշոր սկանդալ, որի որպես հետևանք կարող էր առնվազն լինել ազգային անվտանգության ծառայության պետի հրաժարականը։ Ես կուղղակի հիշեցնեմ, որ ուրեմն Լոնդոնի ոստիկանապետը հրաժարական տվեց, երբ որ իր ենթականերից մեկը գաղտնալսել էր, հա, մեկ այլ ուրեմն պաշտոնատար անձին առանց օրենքի։ Հիմա, այսինքն կատարել գործողություն։ Հիմա, եթե դա լիներ որևիցե օտար երկրյա, ենթադրենք դեսպանության աշխատակից կամ տնտեսական ֆիրմայի աշխատակից, որը կարող է ենթադրենք այնպիսի գործունեություն իրականացնում, որի հետ կապված կա մտահոգություն, կամ ասենք մաքսանենգության հետ կապված, ասենք թե ինչ որ խմբավորման ներկայացուցիչ Հրայր Մանուկյանը լիներ, կամ ասենք լիներ նարկոտրաֆիկի, հա, ինչ որ հետ կապված առնչություն ունեցող անձ։ Այսինքն Հրայր Մանուկյանը որպես հրանրային գործիչ, որևէ իմ նշված ուրեմն պետության անվտանգությանը առնչվող խմբերի հետ առնչություն չունեցող անձ է, հա, կամ էլ եթե անձ է այդպեսին ուրեմն եւ կատարել, ուրեմն պետք է ազգային անվտանգության ծառայությունը բացատրի, հա, առնվազն մեկնաբանություն տա։ Ես կուզենամ հիշեցնեմ 2008 թվականի մարտի իրադարձություններից հետո, երբ որ հրապարակվեց նույնիսկ դա, որ Ալեքսանդր Արզումանյանի եւ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ազգային անվտանգություն ծառայությունը տիրապետում այդ ուրեմն այդ ինֆորմացիան եւ դա հրապարակվեց եւ Գորիկ Հակոբյանը ասեց, որ լավ էլ արել են, որ լսել եմ։ Այսինքն հրապարակավ ինքը ասեց, որ քաղաքական ընդդիմադիրներին հետապնդել են, ըստ էության նաեւ նրանց գաղտնալսել են, հա, եւ դա հիմնավոր է համարում
Նույնիսկ եթե դատարանն էլ որոշում տար գաղտնալսման մասին, չնայած նման փաստաթուղթ մինչ այժմ Մենք սկզբում գաղտնալսում են, հետո դատարանից որոշում են ուզում։ Գիտեք, մեր մոտ հիմա ինձ էլ են գաղտնալսում, ես հիմնավոր կասկած ունեմ գաղտնալսման մասին, եւ այստեղ հետաքրքիր ինչն է դառնում, որ ազգային անվտանգության ծառայությունը ոչ թե զբաղված է ազգային անվտանգության խնդիրներով, այլ զբաղված է քաղաքական ընդդիմադիրների եւ այլախոհների նկատմամբ հետապնդում։ Այսինքն ինքը դառնում է ոչ թե պետության ազգային ծառայություն, անվտանգության խնդիրներով զբաղվող ծառայություն, այլ քաղաքական իշխանության անվտանգությունը ապահովող ծառայություն։ Եվ դա իշխանազանցություն է, պաշտոնական լիազորությունների չարաշահում է, որը քրեորեն հետապնդելի արարք է։ Հրայր Մանուկյանը արդեն դիմել է գլխավոր դատախազին մարդու իրավունքների պաշտպանին ձեր կարծիքով որևէ ընթացք կտրվի եւ իր դժգոհությունը ձևակերպել է որպես հանցագործության մասին հաղորդագրություն։ Հրայր Մանուկյանը ճիշտ է ձևակերպել, ընթացքի մասին ես խորը կասկած ունեմ, որովհետեւ ես չգիտեմ զբաղվողները արդյոք իրենք էլ չեն հանդիսանում քաղաքական հետապնդման մասնակիցներ կամ քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումների, օղակներ, դա մի քիչ շատ հարաբերական է, որովհետեւ օրենքի արժե բոլորի հավասարության սկզբունքը ցավոք սրտի մեր մոտ խախտված է, իրավունքի գերակայության սկզբունքի իրականացման երաշխիքներ չկան, բայց շատ ճիշտ է արել, որ այդ հարցը դրվել է ուրեմն օրակարգում եւ ողջունելի է։ Իհարկե ես հասկանում եմ, որ նաեւ որոշակի մտավախություն կարող է ունենալ Հրայր Մանուկյանը, բայց իր անվտանգության միակ գերաշխիքը հենց հրապարակայնացումն էր, որը ինքը կատարեց։ Պարզ է, շնորհակալություն պարոն Սաքունց, մեր հարցերին պատասխանելու եւ պարզաբանումների համար, իսկ մենք շարունակում ենք թողարկումը Իմ հյուրն էր իրավապաշտպան Արթուր Սաքունցը։